Ինչ է տեղի ունենում Իրանում, արդյոք ԱՄՆ պատրաստվում է հարվածել Իրանին և ինչպես սա կանդրադառնա Հայաստանի վրա։ Գիտենք, որ Պարսից ծոցի հարևանությամբ Կատարում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում և այլ պետություններում կան տասնյակից ավել ամերիկյան ռազմաբազաներ։ Այսօր ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ որոշ ռազմաբազաներից դուրս է բերում իր զորքերը։ Արդյոք ԱՄՆ պատրաստվում է հարվածել Իրանին և սա կանխարգելիչ գործողություն է, քանի որ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ հարվածի իրենց, ապա իրենք պատասխան հարվածներ են տալու, թիրախավորելով ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանում։ Եթե ԱՄՆ հարվածի Իրանին և Իրանը պատասխան տա, հարվածելով ԱՄՆ ռազմաբազաներին, ապա Իսրայելը հավանական է, որ ներքաշվի պատերազմի մեջ, ներառյալ տարածաշրջանում այլ ամերիկյան ազդեցության տակ գտնվող պետություններ։ Եթե այս հակամարտությունը ձգձգվի երկար և վերածվի լայնածավալ պատերազմի, ապա կարող են լինել տասնյակ հազարավոր փախստականներ, այդ թվում դեպի Հայաստան, դրանց թվում կլինեն Իրանի քաղաքացի հազարավոր մեր հայրենակիցներ։ Մի բան ակնհայտ է, որ ԱՄՆ լուրջ է տրամադրված Իրանի վրա ճնշումներ գործադրելու և այս տարածաշրջանում իր դիրքերը ուժեղացնելու։ Սա է հուշում նաև Նախիջևան-Ադրբեջան կապող միջանցքի նոր փաստաթուղթը, որը հրապարակվեց օրեր առաջ, որը անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այս փաստաթղթի բովանդակությունը հուշում է, որ սա ուղղակի միջանցք է Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որտեղ ԱՄՆ պետք է կատարի վերահսկողի դերակատարում, ամրացնելով իր դիրքերը տարածաշրջանում։ Իսկ թե ինչ է շահում սրանից Հայաստանը, խոսել եմ իմ նախորդ զրույցներից մեկում։